Հանցագործություն, որը մինչև օրս համարվում է ամերիկյան պատմության ամենամեծ եւ ամենաէլեգանտ առեղծվածը։ Խոսքը D.B. Cooper-ի անհավանական առևանգման եւ միստիկ անհետացման մասին է։ 1971 թվականին մի կոկիկ հագնված հանգիստ տղամարդ բարձրացավ մարդատար ինքնաթիռ, պատվիրեց իր սիրելի ըմպելիքը եւ հանգիստ փոխանցեց ուղեկցորդուհուն մի փոքրիկ գրություն։ Դրանում գրված էր, որ իր պայուսակում ռումբ կա եւ նա պահանջում է $200,000 ու 4 պարաշյուտ։ Նա չէր գոռում, չէր սպառնում եւ աչքի էր ընկնում իր բացարձակ հանգստությամբ եւ կատարյալ քաղաքավարությամբ։ Իշխանությունները վախենալով ուղևորների կյանքի համար կատարեցին նրա բոլոր պահանջները։ Ինքնաթիռը վայրէջք կատարեց, նա վերցրեց գումարը, ազատ արձակեց բոլոր ուղևորներին եւ հրամայեց կրկին օդ բարձրանալ։ Եվ հենց այստեղ սկսվեց իսկական առեղծվածը։ Թռիչքի ժամանակ, երբ դրսում կատաղի փոթորիկ եւ անթափանց խավար էր, անորսալի Կուպերը բացեց ինքնաթիռի հետնամասի դուռը եւ փողերով լի պայուսակով թռավ գիշերային անդունդի մեջ։ Չնայած Ամերիկայի պատմության մեջ ամենախոշոր որոնողական աշխատանքներին, D.B. Cooper-ին կամ նրա մարմինը այդպես էլ չգտան։ Նա պարզապես լուծվեց օդում, դառնալով կատարյալ հանցագործության եւ բացարձակ առեղծվածի հավերժական խորհրդանիշ։ Ո՞վ էր նա եւ արդյոք նա ողջ մնաց։ Սա հարց է, որը կարծես երբեք չի ստանա իր պատասխանը։